Բարի առավոտ, բարի երկուշաբթի, սիրելի հեռուստադիտողներ։ Եթե ես ձեր հեռուստաէկրաններին եմ, ուրեմն արդեն պարզ է, որ Կոտեք TV-ի եթերում բարի լույսն է։ Եվ ես շատ ուրախ եւ շնորհակալ եմ, որ առավոտյան արտանալուն պես անմիջապես միացել եք մեզ։ Նշեմ, որ երեկ Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կիլոգրամ քաշային կարգում Գարիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց, դառնալով Եվրոպայի չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալ նվաճեց, դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ որոշ երկրներում մեծանում են գնդակին հարվածելով, իսկ Հայաստանում մեծանում են ծանրաձողը բարձրացնելով։ Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, այն ժառանգություն է, հպարտություն եւ ուժ շարժման մեջ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտյան լավ եւ դրական տրամադրությունը պահպանելու համար այս պահին առաջարկում եմ լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ այսօր անդրադառնալու ենք մի թեմայի, որը արդիական է հատկապես սպասի ավարտից հետո։ Գաղտնիք չէ, որ երկար ժամանակ պահելուց հետո օրգանիզմը գտնվում է որոշակի զգայուն վիճակում եւ շատ կարեւոր է ճիշտ անցում կատարել սովորական սննդակարգին։ Իսկ այսօր սննդապան Հասմիկ Աբովյանի հետ կփորձենք ողջել, թե ինչպես կարելի է առանց վնասելու առողջությանը վերադառնալ մեր սովորական սննդակարգին եւ պահպանենք օրգանիզմի հավասարակշռությունը եւ լավ զգացողությունը։ Բարև ձեզ, Տիկին Աբովյան։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ հրավերքը ընդունելու համար եւ մեզ հյուրընկալելու համար այսօր։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, շատ հաճելի է։ Այսօր կարևոր մի թեմա ենք քննարկելու, ինչ խորհուրդ կտաք, ինչպես վերադառնալ սովորական սննդակարգին այ պահքից հետո, որպեսզի չվնասենք մեր օրգանիզմը։ Տեսեք, եթե փորձում ենք խոսել նրա մասին, թե ինչպես վերադառնալ, մենք պետք է դեռ քննարկենք ինչպես են պահել մարդիկ պահքը։ Հավատացնում եմ, որ շատերը շատ տարբեր ձևերով են պահում, իհարկե իսկական պահքի սննդակարգը կարծում եմ շատերը չեն պահում ճիշտ, հա, իմ կարծիքով շատերը չեն պահում, որտեվ պահքը այդ սննդակարգը, հա, բացի հոգևոր կոմպոնենտից ունի նաև սննդային կոմպոնենտ, որը պարունակում է մեջ ոչ թե միայն որակական, հա, այսինքն թե որ մթերքները կարելի է ուտել եւ պետք է ուտել, այլ նաև քանակական առումով։ Իմ կարծիքով շատերը քանակականը ընդհանրապես արհամարում են, նու ես ուղղակի շրջապատում տեսնելով եմ դա ասում բնականաբար, շատերը քանակական այդ պահը բոլորովին արհամարում են եւ վերցնում են միայն որակականը, հա, այսինքն բացառում են կենթանական սնունդը շատերը։ Պարզապես իրենց մոտ այդպես է, ուղղակի բացառում են կենթանական սնունդը, այսինքն բուսակերությամբ են զբաղվում, հա, եթե վերցնենք, բայց պահքի մեջ կան կանոններ սննդակարգի հետ կապված, հա, որը իմ կարծիքով, եթե մարդը պահում է պահքը, պետք է հասկանա ինչ նպատակով է դա անում եւ նպատակին ծառայեցնի, հա, պահքի ժամանակ օրինակ բացառվում է fast food-ը, պետք է բացառվի, հա, եթե մենք հիշենք պահքը որ դարերից է գալիս, հա, այն ժամանակ ընդհանրապես fast food չի եղել։ Ստեղ գիտեք նպատակը նաև օրգանիզմի, քանի որ պահքի այդ հոգևոր նպատակներից մեկը, հա, մաքրման համարվում է բոլոր հին հավատալիքների մեջ, հավատքների մեջ, հա, համարվում է, որ չի կարող մարդու հոգին, միտքը մաքրվի առանց մարմինը ֆիզիկապես մաքրվելու, հա, առանց մարմինը մաքրվելու, եւ սա պետք է հասկանալ եւ
չօգտագործել ոչ մի սնունդ, անգամ եթե նա չի պարունակում կենթանական կոմպոնենտ, հա, չօգտագործել ոչ մի սնունդ, որը իսկապես աղտոտում է մարմինդ, հա, եւ նորից ասեմ, որ հին ժամանակներում գրեթե չի եղել այդպիսի բուսական սնունդ, որը որ աղտոտում էր մարմինը, քանի որ բուսական էր, այսինքն միանշանակ մաքուր էր, օգտակար էր եւ այլն, հա։ Հիմիկվա բուսական սնունդը նաև կարող է լինել այնպես պատրաստված, որը որ իսկապես վնասակար է առողջության համար եւ հետեւաբար համարվում է, որ աղտոտում է մարմինը։ Եվ եթե հաշվի առնենք նաև որ շատերը չեն պահպանում թե որակական, թե քանակական նաև կոմպոնենտը, հա, կարելի է ասել, որ նաև կարելի է վնասել սեփական առողջությանը այս սննդակարգով, բայց եթե պահքը իր գաղափարական, հոգևոր եւ ֆիզիկական, այսինքն սննդակարգի կոմպոնենտով պահպանվի ճիշտ, նա միանշանակ կբերի միայն օգուտ մարդուն, հա, քանի որ ես անձամբ իմ հայացքը այնպես է, որ իմ տեսակետը, որ մարդու հոգևոր էությունը եւ ֆիզիկական էությունը անբաժանելի են իրարից, հա, այսինքն հոգևոր ֆիզիկական առողջությունը հնարավոր չի բաժանել հոգևոր եւ հոգևոր առողջությունից, հա, եւ ֆիզիկապես առողջ լինելու համար մարդը նաեւ պետք է լինի հոգևորապես առողջ։ Հետեւաբար ճիշտ անելու դեպքում շատ հին հավատալիքների մեջ, հա, կա այս տրադիցիան, նա միանշանակ օգտակարություն է բերում, օգուտ է բերում տվյալ անձնավորությանը, բնականաբար այսպես ասած, ինչ ցանել ես, այն կհնձես, նայած ինչքանով է ճիշտ եւ հասկացված այս պրոցեդուրան, որ կատարում են մարդիկ, հա, եւ հետեւաբար մենք վերցնենք, եթե շատերը սխալ են անում, եթե սխալ են անում, հա, կամ եթե ճիշտ են պահպանում։ Գիտեք ինչ, մի բան ասեմ, եթե մարդը ճիշտ է ամեն ինչ անում, այս պահքի բոլոր, հա, իմ նշած ամբողջությամբ, ամբողջ համալիրը եւ հոգեվոր եւ ֆիզիկական կոմպոնենտը ճիշտ է պահպանում, ես կարծում եմ նրան անգամ պետք չի որևէ խորհուրդ տալ, թե նա ինչպես դուրս գա, նա ճիշտ կդուրս գա այդ վիճակից, բայց եթե մարդը իհարկե ամեն ինչ աղավաղված է արել, այս մարդկանց կարելի է խորհուրդ տալ, նախ պահքը բացի սնունդից ներառում է իր մեջ նաև ինչքանով որ ես գիտեմ, նաև բացասական սովորություններից զերծ մնալը, հա, մարմինը ուղիղ ձևով աղտոտող նյութերից։ Սրանց մեջ մտնում է նաև ծխախոտը։ Եթե մարդը պահք է պահում եւ ծխում է, դա առնվազն արդեն գրոտեսկային պահք է դառնում, հա, որտեվ պետք է չծխել եւ ալկոհոլ չօգտագործել պահքի ժամանակ։ Այսինքն եթե մարդը չի օգտագործել ալկոհոլ, ծխախոտ, սա իր համար առիթ է բավականին երկար ժամանակ, հա, զերծ է մնացել սրան։ Սա իր համար առիթ է այլևս չվերադառնալ այս վնասակար սովորություններին։ Ոչ միայն պահքի ժամանակ, այլ իհարկե, սա առիթ է, որովհետև ինչով են բացատրում մարդիկ, որոնք չեն կարողանում ազատվել բացասական սովորություններից, ակնհայտորեն վնասող եւ սեփական առողջությանը եւ միջավայրին եւ շրջապատող մարդկանց, հա, առողջությանը բացատրում են նրանով, որ շատ են ուզում, բայց չեն կարող։ Ինչպես ես միշտ ասում եմ, դա ինքնախաբեություն է եւ խաբեություն, որտեվ մարդը չի ուզում ուղակի, եթե ուզենա, անպայման կարող է։ Ուրեմն սա առիթ է, բավականին երկար ժամանակ, հա, մարդը զերծ է մնացել սրանից, սա նշանակում է, որ նրա օրգանիզմը այլևս իսկապես կախվածություն չունի եւ նա կարող է այս առիթը օգտագործել եւ դրական, այսպես արդյունքով, շատ մեծ դրական արդյունքով դուրս գալ այս պահքից։ Ուրեմն, եթե այնուամենայնիվ որոշում է
որ չպետք է հրաժարվի այս բացասական սովորություններից, ուրեմն առաջի խորհուրդներիցս մեկն է չվերադառնալ միանգամից, հա, այսքան երկար ժամանակ չօգտագործելու պարագայում, կոնկրետ ալկոհոլի մասին է հիմա խոսքը, չվերադառնալ միանգամից, այսպես ալկոհոլի կանոնավոր եւ շատ օգտագործմանը, հատկապես առաջի անգամ պահքից հետո, որտեվ սա կարող է շատ ուժեղ, այսպես հարված լինել թե ենթաստամոքսային գեղձին, թե լյարդին եւ կարող ենք ունենալ շատ ծանր հետևանքներ։ Ինչպես է օգտագործվում սովորաբար ալկոհոլը առատ ուտելու հետ։ Տեսեք, եթե մենք վերցնում ենք պահքը, որտեղ մարդը իրեն զրկել է շատ բաներից, նա կարող է այսպես միանգամից հարձակվել եւ սնունդի վրա եւ ալկոհոլի վրա, հատկապես ալկոհոլը գրգռում է ախորժակ, շատերը կարծում են, որ ալկոհոլը, որպեսզի չհարբեցնի, պետք է օգտագործել ճարպոտ կերակուրի հետ, այսա այն առաջին, ուրեմն խորհուրդն է, այս սա է, ինչ պետք չէ անել։ Հա, միանգամից ճարպոտ, այսպես մսեղենի վրա միս չեն կերել, հա, երկար ժամանակ, այսպես յուղոտ, մանավանդ տապակած մսային մթերքների վրա առատ ալկոհոլով, այսա շատ վատ կարող է ավարտվել եւ խորհուրդ է տրվում պահքից հետո շատ քիչ եւ փոքր չափաբաժիններով այն մթերքը կենթանական ծագումով, որից զրկված են եղել, որից հրաժարվել են, հա, շատ փոքր չափաբաժիններով, ուրեմն նորից ներառել սննդակարգի մեջ։ Ուրեմն եւ շատ է խորհուրդ տրվում չափաբաժինները ընդհանրապես ցանկացած կերակուրի չափաբաժինները չշատացնել, չմեծացնել, այլ հակառակը, քանի որ բավականին երկար ժամանակահատված մարդիկ չեն օգտագործել կենթանական ծագման ուտել սննդամթերք, շատ ֆերմենտներ, որոնք մասնակցում են այս սննդամթերքի ուրեմն տրոհման եւ յուրացման մեջ աղեստամոքսային տրակտում, հա, այդ ֆերմենտները համարվում է, որ չեն արտադրվում այլևս եւ միանգամից կտրուկ այդ մթերքները մտցնելը կարող է բերել տհաճ աղեստամոքսային տրակտի հետ կապված որոշակի երևույթների հետ, ընդհանուր միջև բավականին ծանր երևույթների հետ, հա, հետեւաբար խորհուրդ է տրվում եւ չափաբաժինը չմեծացնել սնունդի, եթե պահքի ժամանակ մեծ են եղել չափաբաժինները բուսական կերակուրի, հա, անգամ դա փոքրացնելով քիչ փոքր, շատ փոքր բաժիններով եւ ոչ մի անգամից, այլ մեկ սննդամթերք կենթանական ուրեմն ծագման փոքր չափաբաժիններով քիչ ներառել սննդակարգի մեջ։ Այդ ընթացքում խորհուրդ է տրվում այսպես փոքրիկ չափաբաժիններով բազմակի անգամ սնվելը օրվա մեջ, որպեսզի մարդը չզգա շատ ուժեղ քաղցի զգացմունք, մանավանդ որ զրկել է իրեն երկար ժամանակ եւ ուժեղ քաղցի պարագաներում նա չի կարողանա ուրեմն հեռու պահել իրեն, հա, մանավանդ տոնական սեղանի շուրջ, հա, այդ առաջի օրը, երբ որ արդեն կարելի է, տոնական սեղանի շուրջ միանգամից մեծ չափաբաժիններով օգտագործել տարբեր տեսակի, այս սա հաստատ խորհուրդ չի տրվում անել եւ փոքրիկ չափաբաժիններով քիչ վերադարձնելով 1-2 մթերքներ օրեկան, հա, կարելի է բավականին, այսպես ցնցում անցնել այս էտապը եւ վերադառնալ սովորական սննդակարգի, որը որ ես խորհուրդ եմ տալի լինի առողջ, իսկ առողջ սննդակարգը իր մեջ ներառում է թե քանակականը, թե որակականը, հնարավոր չի մեծ ծավալով ցանկացած ամենաօգտակար սնունդը մեծ ծավալով ընդունելը, սա արդեն չենք կարող ասել, որ մարդը սնվում է առողջ, որովհետև
մեծ չափաբաժինը, մեծ ծավալը, սա արդեն հսկայական, այսպես հարված է մեր օրգանիզմին, դե մեր օրգանիզմը պատրաստ չի մեծ ծավալներով սնունդ ընդունելու եւ յուրացնելու։ Իսկ առաջին մեկ շաբաթվա ընթացքում ափսեն ինչ կարելի է ներառել, որպեսզի օրգանիզմ կարելի է օգտագործել ամեն ինչից մի քիչ, թե առաջին օրերի ընթացքում ինչ խորհուրդ կտեք, ինչ կարելի է ներառել սննդակարգ։ Առաջի օրերի ընթացքում նախ խորհուրդս ափսեն երկրորդ անգամ չլցնել։ Դա իդեպ խորհուրդ է բոլոր օրերի համար տարվա եւ ամբողջ կյանքի համար։ Ափսեն լցնել մեկ անգամ, ափսեն պետք է լցված լինի անպայման թարմ բանջարեղենով եւ կանաչիով, իդեպ պահքի, ով որ ճիշտ է պահում պահքը, պահքի ժամանակ օրգանիզմդ ինքնըստինքյան այդ ամենաօգտակար ուրեմն սննդամթերքի հանդեպ ինքը քեզ կթելադրի, որ շատացնես պահանջդ եւ ավելի շատացնես օրվա մեջ օգտագործումը եւ իդեպ սա մեծ օգուտներ կարող է տալ, որտեղ մենք գիտենք, որ ժամանակակից բժշկության մեջ ոչ մի ասպարեզ չի կարող զերծ մնալ աղիքային միկրոբիոտայի այդ թեմայից, աղիքային միկրոբիոտայի մեր կազմից, ճիշտ քանակական եւ որակական առումով մեր միկրոբիոտան առողջ շատ մեծ նշանակություն ունի մարդու բոլոր օրգան համակարգերի համար, հա չկա այդպիսի մի, չենք կարող գտնել այդպիսի մի օրգան համակարգ, որի համար ասենք, որ մեր աղիքային միկրոբիոտան, մեր աղիների բնակչությունը կարևոր չի, հա, կամ ոչ մի դեր չի խաղում, նա խաղում է հսկայական դեր, մեր աղիքային միկրոբիոտան դա օրգան է, լիարժեք մեր մարմնի օրգանն է, եւ եթե նա առողջ է, նա ապահովում է ամբողջ օրգանիզմի առողջությունը եւ պահքի իսկական ճիշտ սննդակարգը բերում է աղիքային միկրոբիոտայի շատ լավացմանը։ Այսպես կասեմ, ափսոս, որ այդ պահքը կարճ է տևում, որտեվ եթե նա ավելի շատ տևեր, այսինքն մարդիկ ավելի իրենց առօրյայում ներառեին այդ մթերքները ճիշտ պահքի դեպ, հա, այդ մթերքները, որոնք որ ճիշտ են քանակական եւ որակական առումով, մենք կունենայինք շատ լավացում, շատ լավ պատկեր աղիքային միկրոբիոտայի, հա։ Գիտեք, ինչ կան մարդիկ, որոնք գիրանում են պահքի ժամանակ։ Այսա այն զանգակն է, որ մարդը սխալ է հասկացել եւ պահքի իմաստը, եւ պահքի սննդակարգը քանակական թե որակական առումով, որտեվ եթե պահքը իր հոգևոր անգամ գաղափարով ճիշտ է հասկացվում տվյալ անձնավորության կողմից եւ ճիշտ է արվում, մենք անգամ պիտի ունենանք քաշի կորուստ, ավել քաշի կորուստ, հա, եթե ճիշտ է դա արվում։ Եթե մենք ունենում ենք քաշի ավելացում, կամ եթե մենք ունենք ավել քաշ եւ այդ քաշը չի պակասում, դա նշանակում է, որ պահքի գաղափարը ճիշտ պահված չի։ Հետևաբար, այսինքն կերակուրը շատ է եղել, իսկ պահքի գլխավոր գաղափարը նաև համարյա թե քաղցած մնալու մեջ է, որպիսի հոգևորին ավելի շատ մարդը տեղ տա եւ իդեպ հետազոտություններ կան միանշանակ բժշկական, որ եթե ճիշտ է պահպանվում եւ մարդը քաղցած է մնում, ուտելով իհարկե, բայց օրգանիզմը քաղցած է մնում, նրա ուղեղը շատ պայծառանում է, որտեվ նյարդային համակարգի համար անչափ օգտակար է լինում այս սննդակարգը եւ գլխուղեղում առաջանում են բազմաթիվ նոր նեյրոնային կապեր, մարդու ուղեղը պայծառանում է եւ նման սննդակարգը նաեւ պրոֆիլակտիկա է ծերունական, ուրեմն տկարամտության շատ դեպքերի, հա, ծերունական տկարամտությունը տարբեր հիվանդությունների պատճառով է լինում եւ շատ այդ հիվանդությունների պրոֆիլակտիկա է նման սննդակարգը եւ հետեւաբար առաջի շաբաթը եւ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս ես ափսեն ունենալ սովորություն երկրորդ անգամ չլցնել ափսեն մեկ լիարժեք ափսե ուտելը սա չափանիշ է
Սա նորմա է մարդու համար, հա, եթե 1 ափսեից ավել է մարդու ուտում, սա նշանակում է նա իր ստամոքսի ծավալը մեծացնում է արհեստականորեն կամ արդեն մեծացված։ Մենք շատ ենք լսում այդ դեպքում, երբ որ երկրորդ ափսեն են ուտում, ասում են օրգանիզմը պահանջում է, դրա համար օգտագոր կա։ Դե ծխող մարդիկ են ասում, որ ծխախոտը օրգանիզմը պահանջում է, հա։ Պետք է ուտել, որպեսզի չվեն։ Իհարկե, ուրեմն դարեր ի վեր եւ այսօր եւս բժշկությունը, գիտությունը ապացուցել են, որ միշտ կիսաքաղցած լինելը չափազանց օգտակար է առողջության համար։ Եթե պահպանվում է պահքը ճիշտ, այսպիսի մի շատ թանկարժեք պրոցես կա մեր օրգանիզմում, որը կոչվում է աուտոֆագիա, որը բառացի թարգմանում է ինքդ քեզ ուտել։ Սա ինչ պրոցես է, որ շատ-շատերս մեր սխալ սննդակարգով բացարձակ փակում ենք այս process-ը, այս հիանալի որ բնությունը մեզ տվել է, բոլորովին զրկում ենք մեզ այս process-ից։ Աուտոֆագիան դա process է, որը քաղցած ժամանակ որոշակի աստիճան կա քաղցածության, որ աուտոֆագիան սկսում է աշխատել եւ օրգանիզմը ինքն իր բոլոր բացասական նյութերը հեռացնում է ինքն իրենից։ Վատ բջիջները, բորբոքային պրոցեսներ առաջացնող բջիջները, քաղցկեղային բջիջները, նոր առաջացած օրգանիզմը մաքրում է իր մեջից եւ միացնում է ռեգեներացիայի նոր առողջ բջիջների առաջացման պրոցեսները։ Սխալ ուտելով որակական եւ քանակական առումով մենք մեզ զրկում ենք այս հիանալի մեխանիզմից, որ դրված է մեր մեջ։ Մենք շատ սխալ բաներ ենք անում մեր ուղեղի շնորհիվ, որը վնասում է հենց մեզ ինքներս, հա, եւ եթե այս սովորությունը մարդը ունենա, երկրորդ անգամ ափսեն չլցնելու, հավատացնում եմ, որ միայն այս սովորությունը մարդուն կազատի շատ բացասական առողջական երևույթներից իր կյանքում, շատ կբարելավի առողջությունը միայն այս սովորությունը եւ անընդհատ ինչ որ բան չուտելու սովորությունը, հա, ունենալ հստակ սնունդի գրաֆիկ, ռեժիմ, հա, ուտելու ռեժիմ ունենալ հստակ, իսկ այս երկու սովորությունը իրար հետ ուղղակի հսկայական փոփոխություններ կարող են առաջացնել մարդու օրգանիզմում։ Իսկ եթե նաև երրորդ սովորությունը միացնենք, որ այդ ափսեն լինի ճիշտ կազմված, ուղղակի մարդը կարող է վերածնվել առանց կատակի եմ սա ասում եւ բառից բուն իմաստով կարող է ուղղակի ինքն իր վրա, ընդ որում շատ կարճ ժամանակ հետո մարդը ուղղակի ինքն իր վրա կարող է զգալ այդ փոփոխությունները եւ կզգա շրջապատը իհարկե մարդու այդ փոփոխությունները։ Եվ ափսեն իհարկե միշտ պետք է բարոյնակի մեծ քանակությամբ բանջարեղեն, կանաչի թարմ, հատապտուղներ, ճիշտ պատրաստված մսամթերք, ճիշտ պատրաստված բարդ ածխաջրեր, հա, այդ կոչվածը, թե ձավարեղենը, թե լավ մակարոնեղենը, հա, թե բանջարեղենը, որը ջերմամշակված է, եւ այս մթերքները ճիշտ պարունակությամբ, ճիշտ համադրությամբ, ճիշտ ժամանակին ընդունված կօգնեն մարդուն թե պահքից դուրս գալու պահին չունենալ ոչ մի տհաճ երևույթներ, թե ընդհանրապես կյանքում բարելավել առողջությունը, զերծ մնալ բազմաթիվ առողջական խնդիրներից եւ հիշել այդ իր պահած պահքը երկար ժամանակ իրեն օգուտներ եւ այսպես լուսավոր հիշողություններ կբերի։ Իսկ որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի օրգանիզմը արդեն հարմարվի եւ վերադառնա ճիշտ սննդակարգին։ Որքան ժամանակ է անհրաժեշտ։ Գիտեք, մի քանի օրը բավական է, որպեսզի մարդը զգուշորեն դուրս գա այդ պահքից եւ ավելացնի բազմազանացնի իր սնունդը արդեն նաեւ կենթանական կերակուրով, մի քանի օր հետո, եթե մենք խոսում ենք առողջ մարդու մասին, հա, որտեվ հիվանդների առումով կան վերապահումներ պահքի։ Կան մարդիկ, որոնց արգելվում է։ Իհարկե, կան մարդիկ,
անգամ այդ կրոնական ծառայողներն են, հա, տարբեր կրոնների, անգամ նրանք են խորհուրդ տալի շատերին, ում արգելված է, հա, կամ խորհուրդ չի տրվում, նրանք են անգամ ասում, որ նման մարդիկ այսպես ազատ են նման բաներից, հա, նրանց խորհուրդ չի տրվում։ Իհարկե գերազանցված է իմ կարծիքով, գերազանցված է այդ հիվանդների քանակում չի կարելի, հա, որ կարելի գրականության մեջ հանդիպել կամ ինչ-որ խորհուրդ տվող մարդկանց մեջ, գերազանցված է խիստ նրանց քանակը, բայց ում չի կարելի իսկապես, ով պետք է խուսափի, հա, աղեստամոքսային տրակտի ինչ-որ լուրջ հիվանդություններ ունեցող մարդիկ, հա, որոնց պետք է, իդեպ ասեմ, լեղապարկում, լեղաքարային հիվանդություն ունեցող մարդիկ, օրինակ պիտի զգուշ լինեն, որտեվ պահքի ժամանակ ճարպոտ կերակուրը խիստ պակասում է սննդակարգից։ Շատերը բուսական ճարպեր չեն սիրում պարզապես, ուղղակի չեն սիրում, օգտագործելուց օգտագործում են միայն կենդանական ճարպեր եւ պահքի ժամանակ նրանք զրկված են փաստորեն, բացարձակ զրկում են իրենց ճարպերից։ Սա կարող է շատ վտանգավոր լինել աղեստամոքսային տրակտի հիվանդներին, հատկապես լեղաքարային հիվանդությունով մարդկանց, լեղապարկի ինչ-որ խնդիրներով մարդկանց եւ նաեւ առողջ մարդու համար նա կարող է առաջացնել իր մոտ արդեն հիվանդություններ, որտեվ հայտնի է, որ լեղապարկը պետք է կրճատվի, չի կարելի, որ երկար ժամանակ լեղապարկը լինի չկրճատված, մենք ունենում ենք լեղու կանգ, լեղու կանգի ժամանակ եւ մարսողությունն է ընդհանրապես խախտվում, որտեվ լեղին պիտի մասնակցի մարսողության մեջ, իսկ նա կմասնակցի, եթե լեղապարկը կրճատվի եւ լեղին մղվի դեպի աղեստամոքսային տրակտ։ Եթե մենք ունենանք կանգ լեղապարկի մեջ, մենք արդեն կունենանք խնդիրներ, արդեն կունենանք հիմք լեղաքարային հիվանդություն, լեղին կպնդանա, հա, եւ նա հիմք կստեղծի արդեն լեղաքարային հիվանդության համար։ Սա հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, ծննդաբերած, բազմակի անգամ ծննդաբերած, թեկուզ ոչ բազմակի անգամ, բայց ծննդաբերած կանանց համար։ Սա վտանգավոր է շատ մեծ քաշ ունեցող մարդկանց համար, ուրեմն ճարպակալված լարդ ունեցող, հա, ճարպային հեպատոզով մարդկանց համար, որտեղ նրանց մոտ արդեն կան այս խնդիրները։ Հետևաբար պահքի ժամանակ խորհուրդ է տրվում անպայման ներառել սննդակարգում բուսական ճարպեր, որտեղ բուսական ճարպը եւս նպաստում է լեղապարկի կրճատմանը։ Հետևաբար սա ինչ որ կանոններ են, որ մարդիկ պիտի լավ պատրաստված, տեղեկացված լինեն եւ զինված գիտելիքներով մտնեն պահքի մեջ եւ ճիշտ դուրս գան այդ պահքից։ Իսկ հնարավոր է պահքից հետո օրգանիզմում զարգանալ սննդային անհանդուրժողականություն։ Ես ասեմ հակառակը, պահքի ժամանակ շատերը հայտնաբերում են իրանց մոտ այդ տարբեր տեսակի անհանդուրժողականություններ, օրինակ լակտոզայի հանդեպ անհանդուրժողականություն ունեն շատ մարդիկ, որոնք չգիտեն դրա մասին։ Գիտեք, կան մարդիկ, որոնք գենետիկական դետերմինանտացված են արդեն ի ծնե ունեն այդ երևույթ եւ շատ ուժեղ արտահայտված, նրանք բնականաբար գիտեն դրա մասին։ Եվ կան մարդիկ, որոնց մոտ տարիների ընթացքում նրանք չգիտեն եւ չեն ունեցել, բայց տարիների ընթացքում քիչ-քիչ զարգացել է այդ երևույթը եւ նրանք սովորական սնվելու ժամանակ ունենում են շատ տհաճ, ամենօրյա այսպես վիճակով տանջալից ուղղակի վիճակներ են ունենում աղեստամոքսային տրակտում, որը խիստ իջեցնում է իրենց կյանքի որակը, սահմանափակում է իրենց շարժը, հա, ինչ որ տեղ գնալը եւ չեն հասկանում, թե ինչից է դա։ Եվ պահքի ժամանակ, երբ որ ինքնըստինքյան հրաժարվում են կաթնամթերքից, կաթից հատկապես, հա,
նրանք տեսնում են, որ այդ թեթևությունը կա, այդ երևույթները անցել են, բայց կարող է չհասկանան եւ չիմանան ինչից է։ Ընդհանրապես մտածեն, որ կենդանական, ուրեմն սնունդից հրաժարվելուց է դա, բայց ոչ, եթե իմ նկարագրած երևույթը կա, սա հատկապես կխոսի հենց լակտոզայի հանդեպ անհանդուրժողական մասին, անհանդուրժողության մասին մեր օրգանիզմի կողմից եւ հետեւաբար պահքը լավ առիթ է, որ հայտնաբերի մարդը իր մոտ եւ սահմանափակի, այսինքն ոչ թե սահմանափակի, այլ բացառի կաթը, հիմնականում կաթից է լինում դա, որտեվ ֆերմենտացված մթերքների մեջ, որն է մածունը, կեֆիրը, տվոռոգը, նրանց մեջ արդեն չկա գրեթե լակտոզա։ Եվ մարդիկ նշում են, որ հատկապես կաթը չեն տանում, իսկ մնացած կաթնամթերքը շատ լավ մարսում են, բայց եթե մարդը նկատել է, որ մնացած կաթնամթերքից էլ է այդ երևույթը լինում, կատեգորիկ չի կարելի օգտագործել կաթնամթերք նման մարդկանց։ Իսկ պահքի հետևանքով, որ առաջանա անհանդուրժողականություն, այդպիսի բան լինել չի կարող, որտեղ ես նորից եմ կրկնում, որ եթե պահքը ճիշտ հասկացվում է թե հոգևոր, թե ֆիզիկական առումով, մթերքների առումով, քանակական եւ որակական, նա միայն օգուտներ է բերում առողջությանը, այն մարդկանց ում արգելված չի, հա։ Եթե մարդը ունի գաստրիտ, շատ ուժեղ գաստրիտ, տարբեր տեսակ գաստրիտների, այդ պահքի մթերքները կարող են գրգռել այդ վիճակները, հա, մի խոսքով կան ինչ-որ սահմանափակումներ, շատ ծեր մարդկանց, տարբեր քրոնիկ հիվանդություններով մարդկանց պետք է զգուշորեն մոտենալ այս երևույթին, լավ պատրաստվել, եթե այնուամենայնիվ նրանք կարծում են, որ անպայման ուզում են, ես խորը համոզմունք ունեմ, որ եթե մարդը հոգևոր առումով, եթե մարդը համոզված է, որ այդ բանը իրեն օգուտ է տալու, դա իրեն օգուտ կտա իսկապես, հա, ֆիզիկապես, անգամ եթե մարդը շատ հիվանդ է, բայց ուզում է դա անել, գոնե ես խորհուրդ եմ տալիս լավ պատրաստվել, գիտելիքներով զինվել, ճիշտ անել, ինչ որ միգուցե իրեն կարելի է, բայց ինչ որ վերապահումներով, ինչ որ բացառություններով, հա, սա միևնույնն է, քանի որ այդ պահքը հոգևոր իմաստ ունի, ոչ թե մենք պիտի կարճենք այդ ուտելիքներից, սրա հոգևոր իմաստը հասկացող մարդը եւ ճիշտ անողը որոշակի իր առողջության համար վերապահումներով անշուշտ կքաղի օգուտներ։ Իսկ խորհուրդ տրվում է պահքից առաջ խորհրդակցել նաեւ սննդաբան դիետոլոգի հետ նոր սկսել։ Թե անհրաժեշտ ինչ, ես իհարկե չեմ ասի, որ խորհուրդ է տրվում խորհրդակցել սննդաբան, մարդիկ սննդաբանի հետ, մարդիկ դարերով պահք են պահել, ոչ մի սննդաբան այն ժամանակ չի եղել, ընդհանրապես մոդայիկ բան դարձավ, չէ՞, սննդաբանը չկար մի առժամանակ առաջ, մարդիկ ոչ մեկի հետ չեն խորհրդակցել, պահել են եւ օգուտներ են քաղել դրանից։ Պարզապես եթե մարդը հիվանդ է, նա բնականաբար գիտի դրա մասին, նա իր բժշկի հետ կարող է խորհրդակցել։ Կամ այսօր ինֆորմացիան շատ է, մարդը ինքնուրույն էլ կարող է այդ ինֆորմացիան ճիշտ աղբյուրներից քաղել, հա, պարտադիր չի անպայման գնալ եւ բժշկի հետ խորհրդակցել։ Բայց եթե մարդը ունի կոնկրետ հիվանդություն, նա քրոնիկ հիվանդ է, այսպես ասած, հսկողության տակ է գտնվում, կարծես թե դա բնականաբար ինքնըստինքյան է, որ կարող է իր բժշկին հարցնել, հա, ինչքանով պահքը թույլատրելի է իր հիվանդության դեպքում, կամ ինչ վերապահումներով է թույլատրելի, ինչ բացառություններով է եւ այլն։ Այսինքն այստեղ տարբերակները շատ են, հա, այսպես չբռնենք եւ խիստ, այսպես սահմանափակումներ դնել։ Ընդհանուր առմամբ դա օգտակար բան է ֆիզիկական առողջության համար, հա, եթե ճիշտ է արվել ամեն ինչը ոնց պետք է արվի, ընդհանուր առմամբ օգտակար է եւ ովքեր անում են թող օգուտներ քաղեն։ Շնորհակալ եմ շատ բժշկուհի ջան, հետաքրքիր ինֆորմացիոն զրույցի համար։ Ես եւս շատ շնորհակալ եմ, շատ հաճելի էր։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք սննդաբան Հասմիկ Աբովյանի հետ։ Այս պահին ընդմիջենք, դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք եթերը։
Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ մինչ հաջորդ թեմային անցնելը նշեմ, որ Քեմբրիջի համալսարանի գիտնականները արեգակնային համակարգից դուրս կյանքի նշաններ են հայտնաբերել։ Օգտագործելով Ջեյմս Ուեբ գերհզոր տիեզերական աստղադիտակի փոխանցած տվյալները, Քեմբրիջի համալսարանի աստղագետները էկզոմոլորակի մթնոլորտում հայտնաբերել են դիմեթիլ սուլֆիդի քիմիական հետքեր, սրանք մոլեկուլներ են, որոնք վկայում են կյանքի առկայությունը։ Մոլեկուլները հայտնաբերվել են K2-ից 18b էկզոմոլորակի մթնոլորտում, որը գտնվում է Երկրից մոտ 124 լուսնային հեռավորության վրա, առյուծ համաստեղությունում։ K2-ից 18b-ն 2.6 անգամ ավելի մեծ է եւ 8.6 անգամ ավելի զանգվածային, քան Երկիրը, եւ փորձագետները կարծում են, որ այն ծածկված է օվկիանոսով։ Մոլորակի ջերմաստիճանը մոտ է Երկրի ջերմաստիճանին, բայց այն այնքան արագ է պտտվում, որ 1 տարին այնտեղ տևում է ընդամենը 33 օր։ Իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ ծանոթանանք մի երկրի հետ, որը գտնվում է Աֆրիկայում, խոսքը Զամբիայի մասին է։ Այս երկիրը հարուստ է իր պատմությամբ, մշակույթով եւ շքեղ բնությամբ։ Իսկ մենք այսօր հնարավորություն ունենք ծանոթանալու այս երկրի պատմության հետ։ Առաջարկում եմ միասին դիտենք ռեպորտաժը։ Զամբիան մի վայր է, որտեղ հոսում է մի հսկա գետ, իսկ վայրի կենդանիները շրջում են ազատության մեջ։ Այստեղ մարդը չի գերիշխում բնության վրա, այլ ապրում է նրա հետ համերաշխ։ Աֆրիկայի հարավային մասում գտնվող Զամբիան սահման ունի 8 երկրների հետ, դարձնելով այն մայրցամաքում կարևոր աշխարհագրական հանգույց, բայց նրա ամենամեծ գանձը ոչ թե սահմաններում է, այլ հենց իր ներսում, բնական պաշարների, ազգային պարկերի եւ ջրային հրաշալիքների տեսքով։ Աշխարհի ամենահայտնի ջրվեժներից մեկը Վիկտորիա ջրվեժը գտնվում է հենց այստեղ։ Զամբիան ունի ավելի քան 20 ազգային պարկ, որոնցից ամենահայտնին Կաֆուենն է, հսկայական տարածքով եւ մեծ կենսաբազմազանությամբ։ Այստեղ կարելի է տեսնել առյուծներ, փղեր, ընձառյուծներ, գետաձիներ ու գիշատիչ թռչուններ։ Զամբիայում ապրում է շուրջ 20 միլիոն մարդ եւ այստեղ խոսվում է ավելի քան 70 լեզվով։ Պաշտոնական լեզուն անգլերեն է, բայց տեղական լեզուներից ամենաշատ օգտագործվողները բեմբան, նյանջան ու տոնգան են։ Զամբիայի գետերը, հատկապես Զամբեզին, կարևոր դեր են խաղում երկրի կյանքում եւ որպես էներգիայի աղբյուր եւ գյուղատնտեսության եւ ձկնորսության հիմք։ Բացի այդ, գետերն ու ջրվեժները հսկայական զբոսաշրջային ներուժ ունեն։ Չնայած բնական հարստություններին, Զամբիան այսօր կանգնած է սոցիալ-տնտեսական մարտահրավերների առաջ, հատկապես աղքատության, առողջապահական խնդիրների ու կրթության հասանելիության հարցում։ Սակայն կան բազմաթիվ երիտասարդական նախաձեռնություններ, որոնք փորձում են փոխել իրավիճակը կրթության, կանանց իրավունքների եւ բնապահպանության ուղղություններով։ Զամբիան ոչ միայն վայրի բնության երկիր է, այլև ուժեղ համայնքների ու մշակութային բազմազանություն։ Այն պատմում է Աֆրիկայի իսկական պատումը, հավասարապես գեղեցիկ եւ մարտահրավերներով լի։ Այստեղ ամեն ակնթարթ հիշեցնում է, որ բնությունը չի պատկանում մարդուն, մարդն է բնության մի մասնիկը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, իսկ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է։ Այսօր խոսելու ենք ալոեի մասին։ Ալոեն լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության, կոսմետիկայի եւ դեղագործության մեջ։ Այն ունի ինչպես օգտակար, այնպես էլ որոշ դեպքերում վնասակար հատկություններ, կախված օգտագործման ձևից, քանակից։ Ալոեի հյութը շատ արդյունավետ է վերքերի, այրվածքների, խոցերի բուժման գործում։ Այն արագացնում է բջիջների վերականգնումը։ Ալոեն պարունակում է A, B, C, E վիտամիններ, ֆերմենտներ, ամինաթթուներ, որոնք նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը։ Ալոեն կարող է օգնել աղիների մաքրությանը, թեթևացնել փքվածությունը եւ բարելավել մարսողությունը։ Ալոեի գելը օգտակար է չոր գրգռված մաշկի համար, օգնում է նվազեցնել թեփը, խթանում է մազերի աճը եւ սնուցում է մազարմատները։ Սակայն որոշ դեպքերում այն կարող է առաջացնել ալերգիա, մաշկի քոր, ցան կամ այտուց։ Ալոեն կարող է խթանել արգանդի կծկումները, ուստի խորհուրդ չի տրվում օգտագործել հղիների եւ կերակրող մայրերի։
Իսկ հաղորդման վերջում առաջարկում եմ միասին ծանոթանանք մի եկեղեցու հետ, որը հայ ժողովրդի եւ նշեմ, որ հայ ժողովրդի մշակութային գանձարանը հարուստ է միջնադարյան վանքերով ու եկեղեցիներով, որոնցից յուրաքանչյուրի պատմության կենդանի վկայություն է։ Այդ գանձարաններից մեկի օրինակ է Սանահին վանական համալիրը, որը կանգնած է Լոռու գեղատեսիլ բարձրունքներից մեկի վրա։ 10-րդ դարում կառուցված Սանահինը ոչ միայն ճարտարապետական գլուխգործոց է, այլև հոգևոր, մշակութային եւ գիտական կենտրոն, որը ունեցել է հսկայական դեր Հայաստանի պատմության մեջ։ Հիմա առաջարկում եմ միասին ծանոթանանք Սանահին վանական համալիրի հետ։ Սանահին վանական համալիրը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի հարավ, Տեպետգետի աջակողմյան բարձադիր սարահարթի վրա։ Կա վարկած, որ Սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո, սակայն զնահին իմաստով։ Եղել է հայ միջնադարյան հոգևոր մշակութային եւ գիտակրթական խոշոր կենտրոն։ Ըստ Կիրակոս Գանձակեցու վանքը ոչ թե հիմնադրվել է 10-րդ դարում, այլ վերակառուցվել է նախկին եկեղեցու ավերակների վրա։ Իսկ վերակառուցումից հետո անվանվել է Սուրբ Աստվածածին։ Հետևաբար վանքը մինչ այդ արդեն ունեցել է կրոնավորների խումբ կրճատուն, սակայն լայն տարածում է գտել միայն 10-րդ դարում։ Իսկ համբավն ու հեղինակությունը մեծացել է ամենափրկիչ եկեղեցու կառուցումից հետո։ 979 թվականին վանքը դառնում է Գյուրիկյան թագավորության հոգևոր կենտրոն եպիսկոպոսանիստ։ Վանքի շուրջը համախմբվում են այնպիսի տոհմեր, ինչպիսիք են Զաքարյանները, Մամիկոնյանները, Աշոտյանները եւ այլ մեծանուն գործիչներ, գիտնականներ, ճարտարապետներ եւ քանդակագործներ։ Սանահին վանական համալիրի կազմում են 4 եկեղեցիները՝ Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Ամենափրկիչ իրենց գավիթներով, ինչպես նաև Սուրբ Հակոբ եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները։ Առանձին ուշադրության են արժանի նաև Զանգակատունն ու Գրատունը։ Վանքում են գտնվում Գյուրիկյանների, Զաքարյանների եւ Արղության երկայնաբազուկների տոհմական դամբարանները։ Հատուկ կարևորություն ունեն աղբյուրների շենքերն ու գեղաքանդակ խաչքարները։ Սանահին վանական համալիրում դամբարանները 4-ն են։ Առաջինը գտնվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան պատի տակ։ Այստեղ են թաղվել Գյուրիկյան թագավորության հիմնադիր Գուրգենը եւ Դավիթ Անհողինը։ Այս մասին վկայող արձանագրության տապանակարը եւս գտնվում է դամբարանի տարածքում։ Դամբարաններից կարևոր ու առավել ուշադրության արժանի է Զաքարյանների դամբարանը։ Այն գտնվում է Պարսպից դուրս, հարավային կողմում։ Դամբարանը կառուցվել է Զաքարիա եւ Իվանե եղբայրների կողմից 1189 թվականին։ 1187 թվականին մահացել էր նրանց հայրը Սարգիս Զաքարյանը, եւ դամբարանը կառուցվել է հենց նրա գերեզմանակալի վրա։ Դամբարանը նաեւ Գրիգոր Վարդապետ Տուետորդու հուշարձանը։ Ճարտարապետորեն ձևավորված պատվանդան արևմտյան կողմից ունի նեղլիկ աստիճաններ։ Այս հորինվածքը նմանակում է օձունի կոթողը։ Պատվանդանի վրա կանգնած է մի պերճաշուք խաչքար, որի թիկունքին կա մի ընդարձակ արձանագրություն։ Այն վկայում է, որ կոթողը կերտել է Մխիթարը 1184 թվականին։ Գրիգոր Վարդապետը մահացել է 12-րդ դարի սկզբին, իսկ դին ամփոփված է խաչքարի առջև։ Վանքի շրջապարսպի հարավարևելյան եզրում սրբատաշ բազալտով 19-րդ դարի վերջին նույնպես կառուցվել է դամբարան, որը պատկանում է Զաքարյանների ժառանգորդ Արղության երկայնաբազուկներին։ Եկեղեցու արմատները հենց այս հողի մեջ են, այս լռության, այս խոսքի, այս հավատի մեջ։ 1196 թվականին Սանահինը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես բացառիկ արժեք ունեցող հայկական մշակութային կոթող։ Երբ հեռանում է Սանահինից, ինչ որ բան մնում է քո ներսում քարե, հին, բայց կենդանի։ Ոչ թե պարզապես հիշողության, այլ ժառանգության, որը մնում է մտքում, հոգում ու սրտում։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։